Սուրբ գրքում Աստված ցույց է տալի մարդկանց հոգևոր կյանքը, ինչի վրա է կառուցված իրանց հավատքը։ Օրինակ Հոբի հոգևոր պատերազմը շատ ծանր էր, բոլորդ էլ հասկանում եք։ Մոտարապես մարդը կարող հասկանալ, թե ինչ է նշանակում 10 երեխայի դիակը մի անգամ տեսնել։ Դա անհասկանալի է մեզ, բայց այդպիսի տառապանք միայն Աստվածաշնչում գրել է Հոբը։ Եվ տեսեք, այդ տառապանքի մեջ այս մարդի հավատքը ինչի վրա էր կառուցված։ Նրա կին անգամ զարմանում է եւ այսպիսի խոսքեր ասում կինը նրան։ Կին նրան ասա, դու տակավին քո կատարության մեջ հաստատ կկենաս։ Իրա կատարելությունը Աստծո խոսքին կատարյալ հավատքի մեջ էր։ Գրեք, իրա հաստատությունը Աստծո խոսքի ճշմարտությանը կատարյալ հավատքի մեջ էր։ Կատարյալ հավատում էր Աստծո խոսքի կյանքին։ Հավատք ուներ։ Եվ տեսեք, ինչ է պատասխանում Հոբը կնոջը։ Դու անզգամ կնոջ պես կխոսիս։ Աստծու ձեռքեն միայն բարիքներ ընդունենք ու չարիքներ չընդունենք, այս ամենի մեջ Հոբ իր շուրթունքներով չմեղանչեց։ Ասում Աստծուց բարիքներ ընդունենք, չարիքներ չընդունենք։ Կատարյալ հավատք ուներ Աստծո խոսքի վրա։ Տեսեք, նա 6-րդ գլխում 10 համարի մեջ տեսնում ենք նրա ուրախությունը եւ մխիթարությունը ինչի մեջ էր։ Բայց տակավին այս մխիթարությունը պիտի ունենամ, անողորմ ցավի մեջ պիտի ուրախանամ, որ ես Սուրբի խոսքերը չուրացա։ Հոբ 6:10, Հոբ 6:10, Հոբ 6:10։ Տեսնում եք, Աստծո խոսքը ինչքան ամուր է բռնել։ Ես համոզված եմ, այս մեղքի օվկիանոսում, պատկերացեք, օվկիանոսի մեջ խեղդում է մարդ կամ ծովի մեջ խեղդում է մարդ։ Եթե մի գերան գցեն մոտը, նա ամբողջ ուժով կգրկի այդ գերանը, որպեսզի փրկվի խեղդվելուց։ Պատկերացեք, Աստծո մեկ խոսքը որպես գերան դու ամուր բռնես, չես խեղդվի։ Ես մեղքի օվկիանոսում։ Երբ որ Աստված տեսնում է, որ դու մեկը ամուր ես բռնում, երկրորդ գերանն է ուղարկում։ Աստված երրորդը, չորրորդը, 5-ը, 6-ը եւ նոմա տախտակամած քեզ հանում դնում է դրա վրա Աստված։ Երբ որ շարունակում ես հավատքով բռնել Աստծո խոսքը, պատերը բարձրանում է եւ ծածկում է։ Դու մնում ես Աստծո խոսքի մեջ։ Եթե այդպես շարունակես եւ պատկերացնում եք Աստծո խոսքի մեջ ապրող մարդը, ուրիշ մարդ է։ Այդ դժվարությունը հաղթարեց Հոբ Աստծո խոսքով։ Եվ նայեք, տեսեք, մի համար եմ ուզում կարդամ, որ շատ այդ համարը ինձ հոգևոր կյանքում շատ է օգնել, շատ է մխիթարել եւ շատ է հավատ լցրել, որպեսզի ես կարողանամ ապրել եւ հատկով։ Թևանիկա զիս սպանի, ես անոր պիտի հուսամ։ Հոբ 13:15, Հոբ 13:15-ում գրված է։ Ասում է, եթե նանձի սպանի, ես նրան եմ ուսում։ Աստծո սպանելու մեջ բարություն էր տեսնում ես մարդը։ Աստծո խոսքի մեջ միակ ճշմարտություն էր տեսնում։ Միակ կյանք էր տեսնում, միակ զորություն էր տեսնում։ Միան հոգին էր տեսնում։ Կյանքի մեղր էր տեսնում։ Անողորմ ցավի մեջ պետք է մխիթարվեմ, որ Սուրբի խոսքերը չուրացա։ Մարդ, որը իր հավատքը կառուցել Աստծո խոսքի վրա։ Սատանան 2 անգամ ասեց, դու փորձիր
տես ոնց է քեզ հայելու, բայց նա չհայեց Աստծուն։ Հավատարի մնաց Աստծո խոսքին։ Դրա համար, երբ որ մենք Աստծո խոսքը ամուր ենք բռնում, ամեն բանից վեր ենք բռնում, այդ խոսքի մեջ մնալով մենք տեսեք ինչ մեծ փառքի ենք արժանանում, ինչ մեծ օրհնության ենք արժանանում Սուրբ գրքի համաձայն։ Տեսեք սիրելիներ, Աստծո խոսքն ասում այդ մասին։ Եթե իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներ եք ըլակ, տեսնում եք։ Աստծո խոսքի մեջ մնացող մարդը դառնում է Հիսուսի աշակերտը։ Աշխարհում ամենասուրբ մարդիկ եղել են Հիսուսի աշակերտները։ Ամենաքաջ մարդիկ եղել են Հիսուսի աշակերտները։ Ամենազոր մարդիկ եղել են Հիսուսի աշակերտները առաջի դարում։ Եվ ճշմարտություն են իմացել, եւ ճշմարտությունը պիտի գիտնաս, ու այն ճշմարտությունը քեզ պիտի ազատի։ Հիսուսի աշակերտն ես դառնում։ Ոչ թե դառնում ես ինչ որ մի մարդի աշակերտ, անձամբ Հիսուսի աշակերտ։ Աստծո խոսքի մեջ մնալով, տեսեք սիրելիներ։ Դարեր առաջ Մովսեսի ժամանակ մի պատանի կար, անունը Հեսու էր, այս պատանին խորանից չէր հեռանում։ Նայեք ստեղ սիրելիներ, Ելից 33 գլուխ 11 խոսքը, Ելից 33-ի 11-ը։ Եվ Տերը խոսեր Մովսեսի հետ դեմ առ դեմ, ինչպես բարեկամի հետ խոսեր։ Մովսես նորեն բանակ կդառնար, բայց անոր ծառան Նավեի որդի Հեսու պատանին խորանի մեջի չէր հեռանում։ Նրան փողոցը չէր հետաքրում այդ երեխային։ Պատանի էր, բայց կյանքը նվիրել էր, փոքր էր, բայց սիրտը մեծ էր, հավատքը մեծ էր։ Ելից 33-ի 11-ում էր գրված այս մասին։ Խորանի մեջ էր մնում։ Այսօր Աստծո խորանի մեջ մնալա պետք մեզ։ Եթե ուզում ենք հոգևոր աճենք, պետք է խորանի մեջ մնանք։ Աստծո խոսքի հետ կապված մնանք, Աստծո հետ կապված մնանք, որովհետև Տերը ասում է, շատերը Սուրբ գրքի հետ այնքան էլ կապեր չունեն, բայց Տերը պատվիրում է ինչ ասում, եւ անիկա քոքով մնա, Սուրբ գրքի մասնախոսքը, կյանքի բոլորի մեջ կարդա, որպեսզի Տերը Աստծո մեջ վախնալ սովորի։ Տեսնում եք սիրելիներ, ամեն օր քոքով պետք է մնա։ Աշխարհի մարդիկ, տղամարդկանց մասնախոսքը, ինչ պապիրոս ասես լինի առնում են թանկ, էժան, դնում են ջեբերը, մանավանդ այս վերևի գրպանները, որ կյանք չկա մեջը, բայց իրանց հետն է միշտ։ Բայց շատ հավատացյալները Սուրբ Գիրք իր հետը չի։ Թումա, սկի մոռանում է, ես հանդիպել եմ այդպիսի մարդկանց։ Հերու ճանապարհ են գնացել, ուրիշ երկիր։ Մեկ էլ հարցնում եմ, եղբայր ջան, Սուրբ Գիրքը դուր է, չկա։ Այ քեզ բան։ Ասում եմ, դու եկել ես ինչ անես այս երկիրը։ Եկել ես ինչ անես։ Ինչի մարես եկես երկիր։ Եկել ես տեսնելու, եկել ես մանգալու։ Զարմացել եմ։ Հավատացյալ մարդը երկրից երկիր է դում, իր հետ Սուրբ Գիրք չի տանում։ Ինչ լինի քո հետ չլինի, բայց ավետարանը Սուրբ Գիրքը հետը դլի։ Դες վրացա, անիկա իր քով մնա, կյանքի բոլորի մեջ կարդա։ Եթե մեկը ամեն օր Աստծո խոսք չի կարդում, Աստծո խոսք իր հետ չի լինում, նա այս համարը չի կատարում։ Նա Աստծուն անազանդ մարդ է։ Ադամը գողություն չարեց, շնություն չարեց, մարդ չսպանեց, Աստծո ասածը չլսեց։ Հիմա ինչ կարևոր է, որ ասածը չես լսում, ինչ տարբերություն։ Մեկ աննազանդ ես։ Հիմա Աստված ասում է, ասիկա քոքով մնա, կյանքի բոլորի մեջ կարդա։
Ես դնում եմ գրաղ, ոչ էլ ամեն օր կարդում եմ։ Ես Աստծուն լսում եմ, արդեն աննազանդ եմ։ Աննազանդ մարդը աղոթի չաղոթի օգուտ կա, դրա համար աղոթում է մարդը օգուտ չկա։ Լացում է մարդը օգուտ չկա, որտեղ Աստծո խոսքին աննազանդ է։ Էսի մարդը հաշվի չի առնում։ Մարդը ուշադրություն չի դարձնում։ Տերը ուշադիր է ամեն բանի մեջ։ Դու իր խոսքը հնազանդ ես թե չէ, նայեք ստեղ։ Ինչի Աբրահամը այդքան բարձր հոգևոր մարդ դառավ Աստծո աչքին։ Ինչի այդքան բարձր մարդ դառավ։ Ինչն էր պատճառը։ Նայեք ինչն էր պատճառը։ Աբրահամը իմ ձայնս ականջ դրավ։ Իմ հրամաններս, պատվիրաններս, կանոններս, օրենքները պահեց։ Հրաման, պատվիրան, օրենք եւ կանոն։ Աստված եթե մի կանոն ա դրել Սուրբ գրքի մեջ, այսպես արա։ Օրինակ շատ կանոններ կար, չէ՞, ասենք հինուխտի, զոհերի, բաների մեջ կանոններ կար։ Նոր ուխտում էլ կա գրած, շատ կանոններ կա գրած։ Աղոթքի ժամանակ ինչպես պիտի լինի մարդը, եղբայրը ինչպես պիտի անի, քույրիկ ինչպես պիտի անի, կանոններ են սրանք։ Քույրերը ինչպես պիտի պահեն եկեղեցում իրանց լուր մնալով, պարկեշտությամբ, համեստ։ Եթե այդ կանոնները չես լսում, դու աննազանդ ես։ Աննազանդ մարդին Աստված չի պատասխանի, ինչքան ուզում աղոթի։ Եթե մարդը գիտակցաբար հասկանով աննազանդ է, շատ վատ է դա, մանավանդ գիտակցաբար, բայց Աբրահամը իմ ձայնիս ականջ դրավ, իմ հրամաններս, պատվիրաններս, կանոններս, օրենքներս պահեց։ Սա գրված է Ծննդոց 26:5։ Ինչի համար ենք սրանք սովորեցնում ձեզ, որպեսզի մենք բոլորս ձեզ հետ միասին հնազանդվենք Աստծո հրամանին։ Տեսեք, ինքը Աստծո հրամանին հնազանդվավ։ Աստծո հրամանին հնազանդվավ։ Աստված ասեց. քո սիրելի միակ որդին վերցրա եւ տար զոհի լեռան վրա, չէ՞։ Հիշում եք ասեց Աստված։ Սա հրաման էր։ Աստված փորձեց Աբրահամին ասելով. ով Աբրահամ, անիկա սավ, ահա Օսեմ, անիկա սավ, հիմա քո սիրած մեկ ատիկ որդին Իսակը առ, Մորիայի երկիր գնա, հոն զանիկա ողջակեզ լեռներ մեկում վրա, զոր ես քեզ կպատվիրեմ։ Հիմա քո սիրած մի ատիկ որդին, սա ոչ պատվիրան էր, ոչ կանոն էր, ոչ էլ օրենք էր, սա հրաման էր։ Հնազանդվավ մարդը, դրա համար Աստված օրհնեց այս մարդին եւ դառավ ազգերի հավատքի հայր։ Դրա համար մենք այս մարդկանց մասին կարդում ենք, որպեսզի բոլորս սովորենք հնազանդվել, Աստծո օրենքը կլի, հրամանը կլի, պատվիրանը կլի, կանոնը կլի, պետք է հնազանդվենք։ Հնազանդությունը Սուրբ գրքում շատ կարևոր տեղ է գրավում, շատ կարևոր, նայեք, Սուրբ գրքի մեջ կարդում եմ։ Հնազանդությունը Աստծո խոսքի։ Ինչ է գրված Տիրոջ գրքի մեջ։ Նոր ուխտում էլ կա գրած այդ մասին։ Նայեք ինչ ասում։ Ան որ որդուն կհավատա ավիճենական կյանք ունի, ուշադիր լսեք, ան որ որդուն չի հնազանդիր, անիկան պիտի չտեսնե, հապա Աստծո բարգությունը կմնա նրա վրա։ Եթե մենք անեսքան կարդանք, ով հավատա, բայց չհնազանդվի։ Հնազանդությունը զոհի ծաղիկ է։ Ավելովա ես հնազանդվեմ, քան թե հազարած զոհ անեմ։ Կարող է շատ բաներ զոհեմ, կյանքս զոհեմ, ունեցվածքս զոհեմ, շատ զոհեր անեմ, բայց չհնազանդվեմ Աստծուն։ Հնազանդությունը շատ կարևոր է։
հոգևոր կյանքի մեջ, եթե ուշադիր լսում եք, տեսեք պարզ ասում եմ, ան որ որդուն հավատա, հավիտենական կյանք ունի, ան որ որդուն չի հնազանդվիր, անիկա կյանք չի տեսնելու, և Աստծո բարկություն անոր վրա կմնա։ Հովանի ավետարան 3:36 Սուրբ հոգին գործում է հնազանդ մարդկանց վրա, կարդամ լսեք, ձեր անձերը մաքրեք հոգի միջոցով ճշմարտության հնազանդվելով, ճշմարտություն Աստծո խոսքն է, ճշմարտություն Աստված է։ Առաջի Պետրոս առաջի գլուխ 22 խոսք, Առաջի Պետրոս առաջի գլուխ 22 խոսք, Առաջի Պետրոս առաջի գլուխ 22 խոսք։ Ձեր անձերը մաքրեք հոգի միջոցով, ասենք հոգին գործում է, մարդի անձը մաքրում է, երբ որ ճշմարտության հնազանդություն է տեսնում։ Ճշմարտության հնազանդություն է։ Երբ է մարդը հասկանում Աստծո հոգու խոսքը, երբ էլի նորից հնազանդության մասին է խոսքը։ Նայեք ինչ ասում։ Իմ հանդիմանությանս դարձեք։ Ասենք ես դառնում ես հնազանդում ես, չէ՞։ Աստված հանդիմանում է քեզ եւ ինձ, ես հանդիմանություն ընդունում եմ, զղջում եմ, խոնարհվում եմ, չէ՞։ Դες ինչ ասում։ Իմ հանդիմանությունս դարձեք, այ իմ հոգին ձեր վրա պիտի թափեմ, իմ խոսքերս ձեզ պիտի հասկացնեմ։ Տեսնում եք հնազանդությունը ինչքան կարևոր է։ Գրեք, Առակաց 1:23, Առակաց 1:23 Իմ հանդիմանությանս դարձեք, այ իմ հոգիս ձեր վրա պիտի թափեմ, իմ խոսքը ձեզ պիտի հասկացնեմ։ Տիրոջ հոգին գործում այնտեղ, որտեղ տեսնում է հնազանդություն։ Հնազանդություն Աստծո խոսքին։ Այս խոսքերը, որ խոսում ենք, եթե այս խոսքերին դու չես ընդունում, չես հնազանդվում, Սուրբ հոգին անելիք չունի այնտեղ։ Աստված իր հոգին ուղարկում է հնազանդ եղողների մեջ, կարդամ Սուրբ գրքից, որ տեսնեք։ Մարդիկ կան ասում են, եղբայր ջան, աղոթում են, բնջի Սուրբ հոգով չեմ մկրտում։ Ինչի չեմ մկրտում, ասի կարդամ լսի։ Եվ մենք այս բաներով համար անոր վկաներն ենք, Սուրբ հոգինալ զոր Աստված իրեն հնազանդ եղողներին տվավ։ Գրեք, Գործ առաքելոց 5:32 5:32 Հնազանդությունը զոհից աղեկա։ Մենք այս բաները համար անոր վկաներն ենք, Սուրբ հոգինալ զորեն Աստված հնազանդ եղողներին տվավ։ Ես հիշում եմ շատ տարիներ առաջ երիտասարդ էի, մի հատ ինձնից մի քիչ տարիքով քույրիկ կար, 9 հատ երեխա ուներ, ես էլ երիտասարդ քարոզիչ էի։ Եկավ ասես, Պավել եղբայր, խի չեմ, այսքան լացում աղոթեմ, խի Սուրբ հոգի չեմ ստանում։ Ասի քուրո մի բան ասեմ, որ չես նեղ, ասես չէ, ասի հպարտ ես, Աստծուն նազանդ չես, դրա համար չես ստանում։ Ինչ ես խոսում, բան, վերջը։ Նեղացած էթումա կռիվատալի իրա մտքի հետ, բանի հետ, կռիվատալի, վերջը մեկ էլ տենում է, որ իսկապես հպարտ է ինքը։ Վայ ասմա, այդ եղբայրը ճիշտ էր ասում, էլի հպարտ եմ, այս հպարտությունից եմ սենց բաներ անում։ Վերջը սկսում է լացել, ընկնում է Աստծո ոտքերը սկսում է զղջալ, խոնարհվել։ Սուրբ հոգին իջնում է մեջ։ Հաջորդ կիրակ եկել էր պաշտամունքին, ասում էր, Պավել եղբայր շուտ ասեիր, էլ էդ ասեիր, շուտ փոքով շուտ կմկրտվեի։ Դե ասեցի, ինչ անեմ, չլսեցի, նեղվար գնացիր ասի։
իրոք մի հատ եղբայր կար, եկել էր մեր մոտ էր թե որտեղ էր, բա աղոթի մի հատ Սուրբ Հոգով մկրտվեմ, աղոթեցինք, սրտանց աղոթեցինք, տեսիլ տեսնող հոգիներ կար մեր հետ, ասեց Պավել եղբայր, ես ամաչում եմ ասեմ, դու ասա էլ իրան, ասի ինչ եղե, ինքը ասում է ուզում եմ Սուրբ Հոգի, բայց հեչել չի ուզում, բացարձակ չի ուզում, աննազանդ ասեց, ասի եղբայր ջան, սրտանց ուզի, որ Աստծո Հոգին իշտի, տես ինչ ասում քեզ եղ, Տերն է խոսում ես քուրիկի միջոցով, լացավ ընկավ քիթբերնի վրա, ողբած Սուրբ Հոգին իջա մեջ էր, մարդիկ են եղել, տրակտորի շոֆեր են եղել, են տրակտի վերև լուկեր կա, չէ, որ բացում են, աղոթում է, Հիսուս ջան, Հիսուս ջան, Հիսուս ջան, ինչ ուզում ես լնեմ, ոտքի տակիդ կոխանեմ, մինակնձի Սուրբ Հոգի դուր, վերջը, աղոթում, եկել միտքը գալիս որ լուկը փագա, ոնց Սուրբ Հոգի գա, շուտ լուկը բացում է, լուկը բացել ու մկրտվել մեկ ալնում, մի հատ քույրիկ, կարտոշկա մաքրելիս ալնում, լացում ասում, Հիսուս ջան, սաղին Սուրբ Հոգի տվել, ինձից չես տվել, Հիսուս ջան, Միկել Հիսուս ջան, լցվա Սուրբ Հոգով սկսում օտալեզով աղոթել, Տերը տարբեր մարդկանց տարբեր կերպերով, մինակ սրտանց հնազանդվել Աստծուն, Աստծո խոսքին, Աստված իրան հնազանդ եղողներին Սուրբ Հոգին տվավ, մարդը մի օր մեկին ասեց, տենում եմ էլ ինենց բաներ ունի, որ հաշտության հարցեր կա, խնդիրներ կա, բաներ, բայց Սուրբ Հոգի է ուզում, ասի եղբայր էր թե քուրիկ չեմ հիշում, տարիներ եղել, ասեցի փեջի տրուբի մեջ աղավնին բուն կտնի, ասեց չի տնի, դա ասի տենց էլ քո մեջ չի տնի, Սուրբ Հոգի, ուրիշի հետ խռով ես այդ տրաշել, հաշտվի, խոնարհվի, զղջա, ցածրացի, Աստված իր հոգին իրեն հնազանդ եղողներին տալիս է։ Մի հատ տատիկ կար, մեզի մոտիկ հարևան էր, ոտով եթում էր, ահագին հեռու էր, բայց ոտի ճամփա էր կամարը։ Սիլվա տատիկ էր։ Ինձի սենց էր անում, այ բալամ, հանձնվի Աստծուն հանձնվի։ Ես էլ ասում եմ, որտե եթամ հանձնվեմ, Տեր Աստծո։ Ասում եմ, մեկ էլ բան արեց, խնդրա սուրբ սիրտ, խոնար սիրտ քեզ, սուրբ սիրտ խնդրա, լացում եմ, սուրբ սիրտ, ենքան ասել եմ, դու մի ասա սուրբ սիրտ տվե, սուրբ հոգին էլ հետնա տվե, հասկանում ես, հաջորդ որ գնացի Սիլվա տատիկի տուն, Սիլվա տատիկ սենց արեց, վայ բալա ջան, հանձնվել ես Աստծուն, քո աչքերից երևում, Աստված ուզում է, որ մենք խոնար լինենք, Աստծու խոսքին Աստծո հնազանդ լինենք, ուրիշ բանին հնազանդ չլինենք, Աստծուն, հնազանդությունը ամենակարևորն է, դրա համար գրած է, հնազանդությունը զոհից աղեկ է, հիշում եք, Տեր Հիսուս օրինակ բերեց, մեկին ասեց գնա, չէ, ասեց կեթամ չգնաց, մյուսը ասեց գնա, ասեց չեմ հետա, բայց գնաց, վերջը հնազանդվավ, չէ, Աստված գնահատում է հնազանդությունը, դրա համար Աստված օրհնի մեզ, որ միշտ հնազանդ լինենք, հնազանդությունը զոհից աղեկ է, սիրելիներ,